Այսօրվա մեր խոսքը պետք է սկսենք այսպիսի մի օրինակից։ Ինչպես գիտեք, մեր հայ եկեղեցիներում, երբ խոսքը կիրակնորյա դպրոցի մասին է, մենք անմիջապես պատկերացնում ենք 6, 7, 8 տարեկան երեխաները, որոնք ձանձրանում են քարոզից, ինչ ենք անում, առանձնացնում ենք։ Անցյալներում տարիներ ունեցել են կիրակնորյա դպրոցներ եւ մեր քույրերը այդ ծառայության մեջ հավատարմորեն ծառայել են, բայց ամերիկյան եկեղեցու մի քիչ կարգ այնպես է, այլ կերպ է, որ կիրակնորյա դպրոց են հաճախում մինչև դպրոցի ավարտը, այսինքն մինչև 15, 16, 17 տարեկան երեխաները դեռ կիրակնորյա դպրոց են գնում։ Եվ նմանատիպ մի կիրակնորյա դպրոցի ժամանակահատվածում ուսուցիչը կիրակնորյա դպրոցի ուսուցիչը աշակերտները, որ 16-17 այդպես է տարիքի ընթացքում են, վերջին տարեկան իրենց դպրոցական ավարտին, հարցում հարցեց. In a high school, Sunday school, class asked the question. Եվ հետևյալ հարցումն էր. What do you have that you just cannot live without? Ինչ ունես քո կյանքիդ մեջ, որ առանց դրա քեզ համար կյանքը պատկերացնել չի կարելի։ Ինչն է քեզ համար։ Մի աղջիկ ձեր բարձրացեց, ասեց իմ գեղեցիկ, այդպես ասած, brand name հագուստները։ Ինձ համար անչափ կարևոր է, որտեղ ես դրանով ինձ շատ լավ եմ զգում իմ շրջապատում։ Մի տղա ձեր բարձրացեց, ասեց երաժշտություն, ես երաժշտության մեջ եմ, ինձ համար իմ մյուզիկը, երաժշտությունը, առանց երաժշտության ես կյանքը չեմ պատկերացնում։ Մեկ ուրիշ տղա ձեր բարձրացեց ու ասեց մեքենան։ Ունեմ մեքենա, սիրարված եմ, սիրում եմ եւ առանց այդ մեքենայի իմ կյանքը չեմ պատկերացնում։ Հարցում այդպեսին էր. Ինչն է քեզ համար ամենաէականը ու կարևորը կյանքումդ, որ առանց դրա չես կարող քո կյանքը պատկերացնես։ Եվ պատասխանները տեսանք. հագուստը, երաժշտությունը, մեքենան, ավտոմեքենան։ Սիրելիներս, ուզում եմ մենք մի բանի մեջ հստակ ու պարզ լինենք։ Բոլորս էլ ուզում ենք լավ հագնվենք, լավ գեղեցիկ հագուստներ ունենանք, լավ հագուստի մեջ բացարձակապես ոչ մի մեղք չկա։ Լավ երաժշտության մեջ եւս մեղք չկա։ Լավ մեքենաներ ունենալու, քո հնարավորության սահմանում լավ մեքենաներ, օթոներ վարելու մեջ եւս մեղք չկա։ Բայց հարցումը սրանում է այդ թանկարժեք հագուստների, այդ գեղեցիկ երաժշտության եւ այդ թանկարժեք մեքենաների կողքին արդյոք դու կարողանում ես ինչ-որ տեղ գտնես Աստծո համար, թե ոչ։ Քանզի Աստված եւ Աստծո խոսքը միանշանակ մեզ մի հստակ բան ասեց. կամ որ ես ամեն ինչ եմ, կամ որ չկա։ Դու Աստծուն չես կարող զատես բաժանես, Տեր իմ Աստվածս, դու իմ կյանքիս 99%-ն ես, 70%-ն ես, մեկ փոխում է 50%, ժամանակ չունեմ, ճամփորդության եմ, ստեղ եմ, ընդեղ եմ, հոգնած եմ, տրամադրություն չունեմ, չեմ կարող քեզ ժամ տամ, կիրակի պետք է հաճախ բացակայեմ։ Այդպիսի բան չկա։ Դա մեր հորինածն է։ Աստծո խոսքի ճշմարտությունը ասում է, կամ որ Աստված մեզ համար ամբողջն է, Եվ որ Աստված մեզ համար ամբողջն է, արդյոք դու կարող ես լավ մեքենա վարես։ Իհարկե կարող ես։ Կարող ես գեղեցիկ հագուստներ անես։ Իհարկե, մեզի պատիվ է բերում։ Քրիստոնյա ենք, պետք է լավ հագնենք, պետք է տարբերվենք։ Եվ կարող ես լավ երաժշտություն։ Իհարկե քո ճաշակին ցանկալի, ոչ թե աղբը, որ այսօր շուկայում լցված է։ Բայց ամեն ինչ գիտեք ինչից է գալիս։ Ինչն է քո կյանքում ամեն ինչից վեր ու ամեն ինչից ավել։ Ինչն է, որ երբ որ չունես, քեզ համար էլ ոչինչ չի արժեքավորվի։ Այդ ժամանակ քո մեքենան, քո տունը, քո հագուստը, քո պաշտոնը, քո արժեքները բոլորը արժեքազրկվում է։ Խոսքը մասին է, քրիստոնյաների մասին է։ Նրանց չափանիշները, այն օրը, որ Քրիստոս եկավ մեր կյանքի մեջ, մեր կյանքի չափանիշը, ամեն մեկս աշխարհից ենք եկել։ Ամեն մեկս, նույնիսկ եթե իմ երեխաներս հոգևոր ընտանիք են ծնվել, ես եւ Ռուբինան հոգևորներ ենք, հոգևոր ամուսնություն ենք ունեցել, բայց երբ որ մեր երեխաները ծնվեցին, նրանք հոգևոր չծնվեցին, նրանք ծնվեցին որպես ծնունդ, անձ, եղան աշխարհում եւ մի օր որոշեցին եւ փառք եմ տալիս Աստծուն, որ որոշեցին, որ գան ու մաս կազմեն Տիրոջ ընտանիքին։ Ամեն մեկս աշխարհից ենք եկել, ամեն մեկիս կյանքում կար, գիտենք ծանոթ ենք այդ չափանիշների մասին, բայց երբ որ ներս մտանք Տիրոջ ընտանիքի մեջ, Տերը մեր կյանքը սկսեց փոխել, դա կոչվում է նոր ծնունդ, եւ այդ նոր ծնունդի էլեմենտներից մեկը եւս սա է, ինչն է քո չափանիշը։ Այսօր աշխարհում չափանիշները տարբեր են, եւ վստահ եմ, որ այդ չափանիշների 99%-ը պատտվում է ինչի շուրջը՝ դրամի, հարստության, կարողության, փառքի, մեծարանքի։ Եվ երբ որ եկար քրիստոնյա այս ընտանիքի մեջ մտար, քեզ համար
հույս Աստծո, ինձ համար հույս Աստծո, որ Հիսուսը դարձավ։ Նա դարձավ կենտրոնը, մեր կյանքի նպատակը, ամեն ինչում։ Փառավորվի Տերը։ Եվ այս բոլորը ոչ թե մենք մեզանից հորինում ենք ու կառուցում ենք, որտեղ Աստծո խոսքն է այսպես մեզ սովորեցնում։ Առաջի Կորինթացիս 10-րդ գլխի 31-րդ խոսքը, 1 Corinthians chapter 10 verse 31։ Այսպեսի մատ հստակ բառերը ու տողեր են կարդում։ Ուրեմն ուտեք, թե խմեք, ինչ գործել որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Սա է հիմի մեր չափանիշը։ Սա է, որ Աստծո խոսքը ինչ անում, ասում է մեր ճամփին լույսը մեզի առաջնորդա։ Եվ մենք այս խոսքերով ենք առաջնորդում։ Մենք ուտում ենք, մենք խմում ենք, մենք ուրախանում ենք, հարսանիք ենք գնում, մենք ճամփորդություն ենք գնում, մենք մեքենաներ ենք առնում, մենք հագուստներ ենք առնում, ամեն ինչ անում ենք այս աշխարհում։ Միայն մի փոքրիկ չէ, մի ամբողջ հավիտենական տարբերությամբ ամեն ինչ Աստծո փառքի համար է արեք։ Սա է հիմի դառնում մեր չափանիշը, մեր հոգևոր կյանքի ապրելակերպի չափանիշը։ Անչափ էական է, որ հոգևոր կյանքում ես ու դու կարողանանք անկեղծ լինել։ Բաներ կա ամեն մեկս մեր կյանքում ունենք, որը ուզում ենք մեր եւ մեր Աստծո մեջ, բայց կարևոր էականը մեր եւ մեր Աստծո մեջ ունենանք այդ պարզ, հստակ հասկացողությունը, որ ամեն բան Տերը տեսնում է, ամեն բան գիտի, ամեն բան նա իր մեջ ունի։ Can we honestly say that we do everything to the glory of God? Արդյոք կարող ենք ասել, որ այն ամեն ինչ որ անում ենք, խոսում ենք, իրականացնում ենք, ամեն ինչ անում ենք ի փառս Աստծո? Probably not. Կարծում եմ, որ ոչ։ Ամեն մեկս ունենք մեր պակասությունները, սայթակումները, մտածված թե անմիտ, սխալվունքով, սայթակումով, բայց մեր սայթակումները, մեր պակասությունները, մեր տկարությունները, մեր անզորությունները դա չի ասում, որ ձերբազատվենք, թողնենք, ասենք, էս էլ չստացվեց։ Սոր մարդիկ տարբեր աշխատանքներ, տարբեր կրթություններ, տարբեր համալսարաններ, տարբեր բաներ են փորձում։ Դա ազատություն ունի, բայց հոգևոր կյանքը խոսում է հավիտենականության մասին։ Այսօր եթե ես իմ Քրիստոսին թողնեմ, որովհետև տկարանում եմ, չեմ կարողանում 100% արժանի լինեմ նրան, չեմ կարողանում իմ ամեն քայլափոխով, ամեն մի հնչյունով ու բառով իրեն գոհացնեմ ու մեծարեմ, ուրեմն ինչ, ընտրեմ, որ թողնեմ ու իրենից հեռանամ, քավ լիցի, որովհետև ուրիշը չկա այս աշխարհում, ուրիշ փառավորը չկա, ուրիշ ճանապարհն ու ճշմարտությունը չկա, ուստի կաղալով, մի կերպ քաշքալով, մի աշկս փակվելով, մի կերպ խոսելով, մեծանալով, թե երիտասարդ նա է իմս, և ես նրանն եմ, մենք նրանն ենք, և մենք շարունակել ենք նրանը լինելու, իհարկե փորձում ենք, աղոթում ենք, աշխատում ենք, սպասում ունենք, հսկում ենք, որպեսզի մեր կյանքը օր է դեպի ճիշտը ու բարին, դեպի աստվածապաշտությունը գնա, որ ամեն անգամ Տերը տեսնելով ոչ թե տխրի, այլ ժամանակ առ ժամանակ նայի ու ժպտա մեր կյանքի, մեր խոսքի, մեր վկայության, մեր աստվածապաշտության։ Այսօր որ դու եկել ես ու ներկա ես երկնքի երկիրքի Տերը, անգամներ ասել են, եւ ես ու դու կանգնած նստած փառաբանում ենք, մենք միանում ենք երկնքի հրեշտակներին, անցյալ կիրակի բոլոր նրանք, որոնք ներկա էին, ինչի մասին էր Եսայի մարգարեթն ասում, որը քերոբեները երկնքում ինչ են անում, կանչում են Սուրբ է Տերը, և մենք այս սրբության սրբոց երկիր էինք միացել այսօր, և երգում ենք հրեշտակների հետ ում փառքը, գեղեցկագույնի Հիսուս Քրիստոսի փառքը։ Այսօր երկնքից Տերը նայում է ու տեսնում է ու ժպտում է, այո կա որ տխրում է, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք, ուրիշ ելք չունենք, նայա, մեր փրկությունը նրանով է, եթե նրան ունես, ամեն ինչ ունես, և մենք ուզում ենք, որ նրան ունենանք, որտեղ նրանով ամեն ինչ է։ So that means that we seek to please the Lord in everything we do in life. Եվ մենք փորձում ենք, և մենք ջանք ենք անում։ Գիտեք, կյանքում միշտ պետք է մենք հիշենք, այս բեմից կամ մեկ ուրիշ բեմերից, ժողովրդի ներկայության մեջ, փոքր 2 հոգու ներկայությամբ թե 12, 102, հիշիր մի հատ պարզ ու հստակ ճշմարտություն,
կվկայես, կքարոզես, կերքես, ինչ-որ բառեր կասես, ինչ-որ ճառ կարտասանես, եթե այդ քո ամբողջ արածիդ մեջ շատ հաճախ է հնչվում ես արեցի, ես եղա, ես գնացի, ուրեմն հիշիր, որ կորցրեց իր արժեքը, հիշիր։ Գիտեք ինչ է նմանեցնում, որ ինչպես Աստծո խոսքը Մարգարեթի մեջ ասում է, ինչպես կարող է կավը հպարտանալ, երբ որ այդ հրաշք, այդ ստեղծագործ վարպետի ձեռքերով այդ անձև, անտաշ, ընկած այդ կավը տեսք ու արժեք է տվել ու գեղեցիկ կառույց է կառուցել, մի պատկեր, մի գեղեցկություն։ Սրանից տարիներ առաջ ինձ եւ Ռուբինային հաջողվեց, մենք Իտալիան Ֆլորենսում եղանք, Ֆլորենսին քաղաքով շատ մեծ չի, բայց այցելեցինք թանգարանից մեկում, որը համաշխարհային արժեք ունի, գիտեք ինչի, եթե այդ թանգարանում ամեն այդ մի արձանը լիներ, կմնար իր արժեքը, դա Դավիթի արձանն է, բոլորը վստահ եմ, անկասկած տեսել եք Դավիթի, իրական արձանն է, ու զարմանալի է, որ այսքան 100 տարիներ մնացել է, հսկայական արձան է, եւ փոքրիկ շրջագայություններ ունեցել ենք, տարբեր թանգարաններ մասնակցել ենք, դա երևի միակ արձանն էր, որ առանձին սրահում էր դրված, ու ամբողջ սրահի շուրջը աթոռներ էր, որտեղ մարդիկ ոչ թե կարող են նայել ու անցնել, այլ նստում են ու ժամերով ուսումնասիրում են այդ արձանը։ Միքելանջելոն այնպիսի մի հատ ստեղծագործություն արել, որ մարմրի վրա Դավիթի ոչ թե մկանները, այլ երակներն են երևում, չեմ չափազանցնում։ Հիմա դուք մի պահ պատկերացրեք, որը այդ մարբլը, այդ մարմարը, ասի, որ դες ինչ շքեղ տեսք ունեմ, բայց ինքը իրականության մեջ է շքեղ տեսք չուներ, մատ քարի կտոր էր, ինչ-որ մի հատ լեռնաշխտայում, այնտեղ բավականին հայտնի է, Իտալիայի մարբլը բավականին հայտնի է աշխարհով մեկ, բայց քարը, երբ որ դու կողքով անցնես, դու ժայռ ես տեսնում, քարի կտոր ես տեսնում, եւ այդ ժայռը, երբ որ տեսք է ստացել եւ համաշխարհային արժեքավորում ունի Դավիթի արձանը, դա որովհետև մի վարպետի ձեռքով է կառուցվել։ Երբ որ ես ու դու ելնում ենք, որպեսզի վկայություն տանք, հիշենք, որ խոսքը իմ ու քո մասին չի։ Խոսքը այդ փառավորի մասին է, որ ես ինձ ու քեզ հոգևոր է դարձրել, տեսք է տվել, արժեքավորել է մեզի եւ իրականացրել է իմ ու քո ինչը, նպատակները, աղոթները, իղձերը։ Պետք է սովորենք մեր բառաբաշարից, հատկապես երբ որ ժողովրդի ամբողջի ներկայության մեջ ենք, այդ ես բառը դուրս հանենք եւ Հիսուս բառը ընդգծելի ձևով հաստատենք, որովհետեւ արժանավոր է, որովհետեւ իրականը ճշմարիտ այդպես է։ Փիլիպեցիս թղթերի մեջ Ֆիլիպիans 2:12 համարում հետեւյալն են կարդում։ Ինչպես գիտեք, Պողոս Առաքյալը կառուցեց լեցուն եկեղեցիներ, հիմքը դրեց, այնտեղ նշանակեց եղբայրներ, ծառայողներ ու շրջեց, որովհետև Աստված նրան այդ փառավոր կոչումն էր տվել, այդ արժեքավորումը։ Եվ բնականաբար չէր մոռանում այն քույր ու եղբայրներին եկեղեցուն, որ հիմքը դրել էր 0-ից սկսած, եւ նրանց սիրելով սիրում էր Հիսուս Քրիստոսի սիրով, եւ բազում նամակներ գրեց եւ նոր ուխտը, ինչպես գիտեք, մեծամասնություն ինչ է կազմված է Պողոս Առաքյալի թղթերից, եւ այդ թղթերից մեկը ուղղված է Փիլիպեցիս եկեղեցում, որը նա ինչ որ մի ժամանակահատված այնտեղ եղավ, կառուցեց ու հետո հեռացավ։ Բայց իր սերը այդ նամակի մեջ, այդ նամակը մենակ Փիլիպեցիս եկեղեցուն չէ, այսօր ես ու դու ենք դերցում եւ այսօր ես ու դու մի քանի համարներն ենք վերլուծելու։ Եվ այդ համարների մեջ հետևյալն ենք կարդում։ Philippians chapter 2 verse 12 Փիլիպեցիս եկեղեցու 2:12 համարում Պողոս Առաքյալը գիտեք ինչ է հիշեցնում Փիլիպեցիս եկեղեցում, ասում է այն ժամանակներ, որ ես ձեզ հետ էի, ինչքան լավ էր, իրար հետ փառաբանում ենք, երգում ենք, ուտում խմում ենք, բայց մեծարում ենք փառավորած Հիսուս Քրիստոսի կյանքը, հոգին, հավատքը, հայտնությունը, նրա հարության զորությունը։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, հնազանդեցին ինչի, Աստծո խոսքին, ոչ թե Պողոս Առաքյալին, Աստծո խոսքի ճշմարտությանը, որտեղ Պողոս Առաքյալը Տիրոջ ձեռքին գործիք էր, որպեսզի Աստծո խոսքը ինչ աներ, մատուցեր, մատակարարեր ժողովրդին։ Եվ ասում է իմ ժամանակ, երբ որ մենք խոսում ենք, հարցումներ ունենք, նստում ենք, քննարկում ենք, հրաշալի էր եւ վերջապես գալիս ենք մի վերջնական Աստծո փառքի համար, մեր ու մեր ընտանիքի հոգեվոր շինության համար ամբողջության, միաձայնության,
առավել եւս հիմի իմ բացակայության ժամանակ ինչ արեք, իմ բացակայության ժամանակ ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկության համար։ Սիրելիս հոգևորի կյանքում դրանից ավելի թանկ արժեքավոր բան կա, եթե ոչ մեր անձի փրկությունը։ Հասո խոսքը ասում է երկինքն ու երկիրը շահես, վաստակես։ Եթե ես կորսեցի իմ փրկությունը, եթե Աստծո առջև կանգնելուց ես չկարողացա չհամարձակվեց իմ հայացքս ուղղել ու նայել նրա աչքերի մեջ, եթե ասես Սարո ես քեզ չեմ ճանաչում, էլ իմ ամբողջ վաստակածը, կառուցածը, կրթությունը, ծառայությունը, որևէ արժեք կարող է ունենալ, բացարձակապես ոչ սիրելիներս։ Մեր ուտելը, մեր խմելը, մեր նստելը, մեր մեկտեղ հավաքվելը, մեր աղոթելը, մեր երգելը միանշանակ մեկ հստակ նպատակի համար է ծառայում, եւ դա կոչվում է քո հոգու անձի փրկությունը, որ վայելես երկինքը, ժառանգես ու բոլոր սրբերի հետ կարողանաս միանալով այնտեղ տերերի Տեր ու փառավորած Քրիստոսին փառավորես։ Եթե ոչ այդ բոլոր կառույցները սիրելիներս կմնան թե չմնան, երբ որ ես հրաժեշտ եմ այս երկիրը, էլ ինձ համար արժեք ունի, իմ տանս ներքին սենյակը, հյուրասենյակը կամ քնելասենյակը ինչ ներկով ներկվեց, կահկարասիները մնաց թե փոխվեց, ոսկին, ադամանդը, մեքենաս ծախեցին, թե թափեցին, թե դեռ օգտագործեն, արժեք ունի, բացարձակ, ոչինչ արժեք չունի, ոչինչ, չխաբվես, մեռնողի հետևից ոչ մեկը չի մեռնում, մեռնողն է, որ կանգնելու Աստծո առջև եւ պատասխանելու է, եւ երանելի են այն մարդիկ, այսօր ես ու դու, որ ընտրեցինք այդ փրկության ճանապարհը, եւ Պողոս առաքյալը մի անգամ ասում է, որ իմիջայլոցի չառնես քո փրկությունդ, այլ ասում է ինչ, ահով ու դողով, վախով, ինչ անենք, գործենք, ինչի համար, մեր անձերի փրկության համար, ամեն մի խոսք, ամեն մի բառ, ամեն մի հնչյուն, ամեն մի աղոթք, ամեն մի երգը, ամեն մի ծառայությունը, ամեն մի գալը ու մնալը, ահով ու դողով, Աստծո կանչելով, ինչ, քո, իմ, մեր տան, մեր երեխեքի, մեր թոռնիկների, ինչի փրկության համար, որը ոչ մի գին չի կարող վճարվի։ Այսօր Աստված մի արած է, երբ որ մեկը նեղություն ունի, փորձում է ինչ լավագույն իրավանին քաղաքի, չի նայում դրամին, ուզում է որ իր հարցը արդար ձևով լուծում գտնի եւ գտնում է։ Երբ որ հիվանդը, երբ որ Ամերիկայում չի կամ բուժում գտնի, գնում է Հայաստան, գնում է Գերմանիա, գնում է Իսրայել, գնում է, շրջում է, հարցը կուրս անում, ամբողջ օրը Google-ի մեջ քննում է, հետաքրքրվում է։ Սրանք մեր անձնական, մեր առօրյա կյանքի անհրաժեշտություններն են, որ օրինաչափ են։ Բայց երբեք ու երբեք մեր կյանքի զբաղվածությունը, մեր կյանքի բարձրը ու մեր կյանքի ցածը չպետք է մեզ մոռացություն տա մեզ համար ամենակարևոր էականը, ինչն է մեր կյանքի փրկությունը, մեր անձերի փրկությունը։ Եվ դրան հաջորդող 13-րդ համարը նույն գլխի Philippians chapter 2 verse 13 Փիլիպպեցիս 2-րդ գլխի 13-րդ համարում հետևյալ ենք կարդում, որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելը ըստ իր բարեհաճ ծրագրի. For it's God who worked in you to will and to act in order to fulfill his good purpose. Իր բարի գործը իրականացնի, այսինքն փրկության գործը ամբողջացնի։ Սա համար է, որը բավականին խոսքի քննարկումների վարդապետական տեսանկյունով շարքային իմ ու քո քույրի եղբայր նստում ենք, հարց ենք հարցնում, սա շատ հարցումների առիթ է եղել, քննարկումների, գիտեք ինչի, որովհետև օգտագործում է հետևյալ բան, որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է, հիմա ես ներգործման մասին գրքեր են գրվել, վստահեցնում եմ ձեզ, վարդապետություններ են կառուցվել, մի քիչ, մի փոքր ընդամենը մեր ժամանակի սահմաններում ես կշոշափեմ այս խնդիրը, բայց հավատացնում եմ ձեզ, հարյուրամյակներ, որ այս հարցի շուրջը խոսակցություններ է գնում եւ հարանվանություններ են առանձնացել եւ եկեղեցիներ են բաժանվել
Փորձենք վերլուծել մի փոքր թե ինչ ի նկատի ունի, երբ Պողոս առաքյալը խոսում է 13-րդ համար, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն երևասը։ Եվ բնականաբար այդ համարից ելնելով նմանատիպ հարցադրումները մեր մեջ առաջանում։ If God is the one who works in me, then how much freedom do I really have? Եթե Աստված է ըստ այդ համարի, եթե բառացի տեսնենք, բառ առ բառ, այդպեսի կոպիտ բառացի տեսնենք այդ համարը, եթե Աստված է ամեն բան իրագործում եւ իրականացնում եւ տես տալի մեջ, իմ բաժինը, իմ ազատությունը, իմ որոշումները որտեղ մնաց։ Հասկանալի է։ Երկրորդ հարցը։ And if I have a freedom, how much does God control? Եվ եթե Աստված ինձ ազատություն է տվել, այդ ազատությունը բացարձակ է, թե Աստծո հսկողության տակ է։ Հասկանում եք, սկսեցինք վարից, բավականին դժվարին, հետո մի քիչ հեշտացեցինք. Do I really have a choice? Եվ վերջը, ես իմ կյանքում ընտրություն ունեմ, թե ոչ։ Խիստ են, չէ՞ հարցադրումները։ Խիստ վարդապետական է։ Ու ես ձեզ ասում եմ, չեմ չափազանցնում։ Այս հարցադրումները հարյուրամյակների հարցադրում է, եւ ես չեմ էլ փորձում 10-15 րոպեի մեջ այս հարցի պատասխանը տամ, բայց արժե որ այս հարցումների մասին իմանանք եւ արժե որ իմանանք կարծիքը ինչպիսին է մեր տեսանկյունը Աստծո խոսքի համեմատ։ Սիրելիներս, սրանից հարյուրամյակներ առաջ 1580-ական թվականը կարող է մի փոքր շխողում եմ, երբ որ Մարտին Լութերը, որ ինքը վարդապետ էր կաթողիկե եկեղեցում, վարդապետը, այո, այսօրվա մեր լուսավորչական եկեղեցու վարդապետի նման, նրանք չէին ամուսնանում, նրանք վարդապետներ էին, որոնք կոչում ունեին եկեղեցուց, որ մինչև վերջ պետք է ինչ մնան վարդապետ իրենց կոչում մեջ չամուսնանան եւ ծառային մինչեւ իրենց կյանքի վերջը Աստծուն։ Նա տիրապետում էր, նա աստվածաբանության դոկտորա ուներ եւ տիրապետում էր տարբեր լեզուների, որոնցից մեկը լատիներենն էր։ Ու երբ որ ասում է ժամանակ եկավ եւ սկսեց ուսումնասիրել Հռոմացիս գիրքը եւ կարդում էր եւ ընթերցում էր ու հասկացա, որ շատ ու շատ բաներ ճիշտ չի քարոզվում, ճիշտ չի բացատրվում, ճիշտ չի վարդապետությունը կաթողիկ է եկեղեցում։ Եվ նա առաջին էր, որ ինչ արեց, փորձեց թարգմանել այդ օրվա գերմաներեն լեզվին, այսինքն կարդացող լեզվի, որ մարդիկ գրագետ մարդը կարողանա բաց անի եւ կարդա։ Եվ սկսեց մեկնաբանություն տալ եւ բացահայտեց Քրիստոս Հիսուսի շնորհքը եւ ճշմարտությունը։ Իհարկե դրան հաջորդեց մի քանի տարիներ հետո Ջան Քալվինը։ Եվ Ջան Քալվինը առաջացրեց քալվինիզմի ամբողջ ինչը եկեղեցիներ, որոնք առաջնորդում են։ Սրանք բոլորը Քրիստոսին հավատացող եկեղեցիներ են։ Ես աղանդների մասին չեմ խոսում։ Ես հարանվանությունների մասին եմ խոսում։ Հասկանում եք, սխալ չհասկանաք։ Այսօր Մարտին Լութերի վարդապետությունը եւ Քալվինի վարդապետությունները իրարից զատվում են, տարբերվում են, բայց երկուսն է Քրիստոսապաշտ է։ Այսօր եկեղեցիներ կան, եկեղեցիներ պրոթեստան, բողոքական եկեղեցի, որը հետևում են քալվինիզմի վարդապետությունները։ Այսօր բողոքական եկեղեցիներ կան, որոնցից մեկը մենք ենք, որոնք մենք հետևում ենք Մարտին Լութերի։ Աստծո խոսքի ճշմարտությունը մեզ համար այդ ձև է բացված, եւ ինչպես է բացված։ Բացված է հետևյալ ձևով։ Choose this day whom you will serve. Ընտրի այսօր, թե ում ես ընտրել։ Արված է Հեսուի գրքից։ Հեսուն տարիքն առել էր եւ տեսնում էր, որ Իսրայելի մեջ այդպիսի փոփոխություններ, շարժումներ, կռապաշտություններ էր առաջացել։ Այսօր ես չեմ փորձում հարանվանությունները մոտեցնեմ կռապաշտության, բայց Հեսուի գրքի մեջ այս մի փոքրիկ հստակ ենթանախադասություն ինչի մասին էր խոսում։ Խոսում էր իմ ու քո այն ժամանակ Իսրայելի ամեն մի անհատի, որ հավաքվել էին այնտեղ, հրավիրեց, չէ՞, ժողովի հրավիրեց։ Ամեն մի անհատի ինչ անձնական որոշման մասին։ Քո ընտրության մասին էր խոսքը։ Այսօր իմ ու քո ընտրության մասին է։ Այսօր Հեսուի հարցադրումը Աստծո հոգով լցված ինձ է հարցնում. Choose this day. Ընտրի այսօր, թե ում ես ծառայելու։
Սա իմ ու քոնտրությունն է։ Ամեն օր մենք որոշում ենք, ում ենք ուզում ծառայել։ Մեր անձին, մեր փառքին, մեր հարստությանը, մեր մեծարանքների, թե Քրիստոս Հիսուսին եւ խոնարհվելով նրա ոտքերի տակ մնալ հավատարիմ նրա մինչև մեր կյանքի վերջը։ Եվ հաջորդը come now let us reason together։ Ասում է հիմա եկեք վիճաբանենք իրար հետ։ Խոսքը արված է Եսայիա մարգարեությունից, հենց առաջի գլխից։ Եսայիա մարգարեն խոսում էր Իսրայելի, այսօր խոսում է ինձ ու քեզ հետ ոչինչով դեպը։ Եվ ասում է եթե քո մեղքերը որթան կարմիրին ման են, ես եթե հավատաս, իմ արյունովդ կմաքրեմ ու ձյունի պես սպիտակ կանեմ։ Այսպիսի Աստված էր, ընտրություն էր տալիս, ումին, մեղավորին։ Այսօր աշխարհում լեցուն մարդիկ կան, որոնք ապրում են ինքնաարդարացման եւ իրենց ինքնասրբացման ճանապարհը։ Այսօր Տիրոջ եկեղեցիներում հույս Աստծո, գոնե այս եկեղեցում մենք մեղավորներ ենք, կարիքավորներ ենք, որ եկել ենք մեր կարիքը նրա ոտքերի տակ բերելու։ Սա է նպատակը մեր։ Սա է պատճառը, որ ես ու դու եկել ենք եկեղեցի։ Իրար տեսնելը ներող կլինեք։ Դա շարունակություն է։ Մեզ համար մեծագույն պատճառը եկեղեցու գալու փառավորած Տիրոջը հանդիպել։ Բերելու նրա ոտքերի տակ մեր կարիքը, մեր խեղճությունը, մեր պակասությունը, մի քիչ առաջ ինչ ենք ասում։ Արդյոք ամեն ինչում ենք կատարյալ ենք, իհարկե ոչ։ Ինչ ենք բերել նրա ոտքերի տակ։ Մեր անկատարելությունը, մեր հոգսերը, մեր ցավերը, մեր հիվանդությունները, մեր տանը, մեր երեխեքին, մեր քրոջը, մեր եղբորը, ցանկը, որ աղոթում ենք մշտապես։ Հասկանում եք կարիքները լիքն են, լեցուն են, նեղությունները, դժվարությունները, հոգսերը, հարցադրումները։ Եվ այդ բոլորը մեզ ոչ թե շփոթեցնում է, որտեղ այնպիսի մի Տիրոջ ենք հավատում, որը նա ունի այդ ունակությունը, կարողությունը, որ ամբողջ աշխարհի հոգսը ու մեղքը իր վրա առնելով, խաչի վրա գանվելով եւ կատարելով եւ հայտարարելով ամեն բան կատարվեց։ Կատարվեց իմ ու քո փրկությունը, որ հավատում ենք նրան, փառավորացի։ Եվ վերջապես վերջի մի ենթանախադած։ Ես ընդամենը 3 փոքրիկ համարներ եմ ես քեզ ուզում իջեցնել։ Եվ Աստվածաշնչի մեջ լեցուն համարներ կան, որ խոսում է ինչի մասին։ Խոսում է քո ու իմ ազատ կամքի մասին։ If anyone will come after me, let him deny himself։ Եվ եթե որևէ մեկը կամենում է ինձ հետևել, ինչ պետք է անի։ Իր անձը ինչ անի։ Մեծարի, փառավորի, իր անձը ուրանա։ Անձը ուրանալը դա բառ է, շատ կարճ, հստակ, հնչվող բառ է, բայց արի ու իրագործիր եւ կտեսնես թե ինչպիսի դժվարին անելիք է, որտեղ Քրիստոսը պահանջեց, բայց հեշտ չի։ Ծառայությունը, զոհաբերությունը, հիշում եք ժամանակ առ ժամանակ ասում ենք Աստվածապաշտությունը զոհաբերությունով է։ Սա է այդ մեծագույն զոհաբերությունը քո անձնական, քո անձամ, քո կյանքի հետ։ Եվ սա գիտեք ինչ է, սա մի անգամվա որոշում չի, սա ամեն օրվա որոշում է, ներող կլնեք, ամեն օրվա որոշում չի, ամեն ժամվա որոշում է, ներող կլնեք, ամեն ժամվա որոշում չի, ամեն րոպեի վարկյանի ու երկվարկյանի որոշում է, այն պահը, որ ուզում ես քո անձը, քո արդարությունը, քո բարկությունը, քո հաստատումը, եւ հետո հիշում ես, քո անձդ ուրացիր, եթե ուզում ես, որ ես քո մեջ փառավորվեմ։ Իմի հասկանում եք, որ ամեն երկվարկյան Աստված մեզի ինչ է տալիս, ընտրության որոշում է տալիս։ Աստված երբ երկինք ու երկիրն էր ստեղծում, այս երկիր մորելակը կառուցեց մեզ համար, շատ ենք խոսել ֆիզիկական աշխարհի մեջ, այն բոլոր պայմանները դրեց, որ մարդ արարածը կարողանա ապրել այս երկրագնդի վրա։ Մինչև այսօրվա օրը ոչ մի գիտական փաստ իրականություն չկա, որ որևէ մեկ այլ մոլորակ ունի նմանատիպ հնարավորություններ ու պայմաններ, ինչպես երկիր մոլորակն է։ Այս խոսում եմ ընդամենը մի մոլորակի մասին, որ գտնում եք արեգակնային համակարգության մեջ եւ նման համակարգություն գալակտիկաներ միլիոնավորն են այս դիզերքի մեջ։ Այո, մարդկանց համար հասանելիքը համարյա թե անհնարին է, որովհետև նույնիսկ Մարսին հասնելու համար 2.5 տարի ինչ մեքենան պետք է մեծ արագությամբ հասնի։ Ինչևից է։ Եթե ու Աստված երբ որ ստեղծեց մարդը, ինչ ասում է, ասեց մեր հոգուց բաժին տնենք։ Մարդը Աստծո լավագույն, մեծագույն հրաշք ստեղծագործությունը ինչի, որտեղ մեր մեջ հոգու կենթանությունը կա, հոգու Աստծո մասնիկը կա, որ այդ հոգին փափագում է, որ իր ստեղծողի հետ ինչ ունենա, հաղորդակցություն ունենա։ Երբևիցե մտածել ես արեգակը չունի Աստծո հոգին,
լուսինը չունի, այս մոլորակները չունեն, այս մեծ հսկայական կամուրջները, այդ շենքերը, այդ կառույցները, այդ ամբողջ մեքենայացումները, այդ ոչ մի բանի մեջ չկա հոգի, եթե ոչ մարդ Արարածի մեջ, եւ դրանով մարդը զատվում է կենթանական աշխարհից, ծովային աշխարհից եւ բնության բոլոր հրաշալիքներից։ Եվ այդ մարդը, որ այսօր 9 բիլիոն տարածված երկրագնդի վրա, եւ նրանցից մեծամասնությունը անտեսված, խեղճ, ոչ մեկը նույնիսկ իր ընտանիքի անդամները նույնիսկ չեն հիշում, Աստծո համար արժեքավոր է, որովհետեւ Աստծո հոգու մասնիկն է այդ մարդու մեջ։ Եվ ինչպես կարող է, երբ որ Աստված այդքան մեզի առանձնահատուկ ստեղծեց, մեզ հետ վերաբերվի ինչպես ինչի, խամաճիկի, խրտվիլակի։ Տեսել եք, այդպես, որ խաղացնում են այդ տիկնիկներին, ինչպես կարող Աստված մարդ Արարածի նկատմամբ նման վերաբերմունք ցույց տա։ Աստծո համար մենք we are partner, մենք Աստծո հետ համագործակցում ենք։ Նա մեր հայրն է, մեր Տերն է, ու մեզ հետ քայլում է, ու մեզի խրատում է, մեզի հանդիմանում է, մեզի շտկում է, մեզի մեկ-մեկ ապտակում է, ու մեկ-մեկ մեզի բարձրացնում է։ Հասկանում եք։ Այդ հաղորդակցության մեջ չի կարող խամաճիկի եւ տիրոջ հաղորդակցությունը լինի, հարաբերությունը լինի։ Դա կենթանի հաղորդակցությունը մարդ Արարածի, որ ընտրել է իր Աստծուն եւ Աստված, որ տիեզերքի տիրակալն է։ Խոսում ենք ազատության մասին։ We are free to love, free to obey, free even to resist։ Աստված այո մարդու մեջ ազատ կամք դրեց, ի տարբերություն աշխարհի բոլոր իր ստեղծագործություններից։ Պատկերացնում եք, արեգակը ազատություն չունի։ Արեգակը պետք է ինչ անի, հետևի այն հստակ օրենքների, բնական օրենքների, ֆիզիկական, տիեզերական օրենքների, որ Աստված հիմքը դրել է վանողական, ձգողական այդ մեխանիկայի աշխարհի մեջ։ Նա պետք է հետևի ու ճշգրիտ իր ինչի շարժումը կատարի։ Բայց ես ու դու ազատություն ունենք։ Այսօր դու ազատություն ուներ եկեղեցու գալու, եկեղեցու մնալու, թե եկեղեցուց դուրս գալու, կամ թե տանը մնալու ընդհանրապես։ Ազատությունը Աստված մարդուն տվեց։ Եվ մենք ազատություն ունենք սիրելու մեր անձը, մեր ընտանիքի անդամներին, մեր քույր եղբայրին։ Մենք ազատություն ունենք հնազանդվելու, թե անհնազանդ գտվելու։ We even can resist. But as the freedom, it is not the whole story. Եվ որ խոսքը ազատության մասին է, գիտեք, այդ բառը շատ սահուն է հնչվում։ Այսօր սրտից հավով մի հատ նայեք ու շուրջ բոլորը։ Ժամանակ առ ժամանակ երբ լրաբերում լսում ես երիտասարդներ, որ իրենց մազերը 17000 գույնի են ներկել եւ իրենց դեմ այդպես են կոչում։ Իրենք չեն կողնորոշում ինչի են պատկանում, աղջիկ են թե տղան, ինչ սեռի պատկանելություն ունեն։ Ասում են թե 70-ից ավել սեռի տեսականիներ են հորինել։ Հասկանում եք, անհատականություններ Ջորջ Սորոսի նման, Բիլ Գեյթի նման, մարդիկ, որոնք սատանայի ոգով, ես այդ բոլոր իրավունքից վերապահում եմ, որտեղ ինչ որ չափով դուք եք հետևում։ Մարդիկ նմանատիպ 1-2-ի անուն տվեցի, բայց լեցուն վարակուրի հետևում սատանայի ոգով լցված ինչ են անում։ Ազատություն, հասկացողությունը հատկապես մեր երիտասարդ սերունդի մեջ ամբողջովին աղավաղում է։ Եվ տեսնում ես երիտասարդ աղջիկը աշկին, քթին, ականջին, վերև, ներքև ամեն ինչ օղակներ գծած, ինչ է անում։ Եվ սես մատը սենց ձերը ուղղում է դեպի հասարակություն, ասում է, ես ազատություն ունեմ իմ մարմինի դեմ, ինչ որ կամենում եմ անել։ Բայց սա է գաղափարը, որ ազատությունը, that is not a simple word, նա պարզ հասարակ մի բառ չի, իր մեջ մի լեցուն պարունակություն ունի։ Եվ շարունակենք հետևյալ միտքը, because life has a way of showing us that our freedom is not unlimited. Գալիս է պահ, որ մենք հասկանում ենք, որ այն ազատությունը, որ աղաղակում ենք ու սրա նրա բերանն էին ճաղում, ես ազատ եմ, ինչ որ ուզում եմ անել։ Երեխան իր ծնողին ասում, ամուսինը կնոջն ասում, կինը ամուսնուն ասում, ես ազատություն ունեմ, որ ժամին կուզեմ կգամ տուն, որ ժամի կուզեմ կգնամ, կուզեմ էս կանեմ, կուզեմ այն կանեմ։ Այդ ազատությունը գալիս է մի պահ, որ ինչ անում, ինձ ու քեզ ծնգի է բերում։ Հետո դու հասկանում ես, որ դու մի հատ խղճուկ, սահմանափակ մարդ ես,
որ ժամանակին, երբ որ կանչումը աղաղակում էր այդ ազատությունը, այդ սուտ ազատության ցանած դառը սերմերը հիմի քաղում ես։ Հիմի միայնակ ես մնացել, ընտանիքդ քեզնից երես է դարձրել։ Այսօր ոչ մի հույս չունես, ոչ մի ուրախություն չկա քո մեջ։ Ազատություն ունեմ, խմիչ ազատություն ունեմ, տնեցուցիչ դեղեր ազատություն ունեմ, ինչ որ ուզում եմ անել։ Եվ կյանքի օրը գալիս է, որը մեզի հիշեցնում է, որ այդ ազատությունը ուղղակի մենք խաբվելով չարաշահեցինք եւ այսօր նման կարգավիճակում ենք։ Եթե հետևում եք 24 տարի առաջ, որ այս երկիրը բառիս բուն իմաստով անտերության էր մատնված, այդ ազատության պիղծ, կեղծ ազատության գաղափարը արդեն որտեղ էին սերմանում։ Նույնիսկ մանկապարտեզներում։ Նույնիսկ մանկապարտեզներում երեխեքին աղջիկ երեխային ասում էին, որ դու անպայման չի, որ աղջիկ ես ծնվել, աղջիկ մնաս։ Դու կարող ես տղա դառնաս, դու կարող ես էշի քուրակ դառնաս, խոզի գոջի դառնաս։ Այդ բոլոր գաղափարախոսություններին չի են տալիս ազատության բառի հիմքի վրա։ Եվ ես ու դու հասկանում ենք, որ այդ բոլորը արված էր ինչի, չարի, սատանայի ոգուց։ Այնպես որ ազատություն բառը իր գեղեցիկ, փառավոր բաժին ու մասը ունի, բայց նաև ունի իր տկար, դժոխային, սատանայական գաղափարը եւ միտքը։ Եվ երբ որ խոսքը վերաբերում է իմ ու քո ամեն մեկիս անհատական աստվածապաշտության մասին, թույլ տվեք մեկ ուրիշ տեսանկյուն եւս քննարկենք։ We all carry invisible scars. Մեզանից ամեն մեկս յուրովի կյանք ենք ունեցել, յուրովի անցյալ։ Ամեն մեկիս կյանքում եղել են վերքեր ու վիրավորանքներ, ցավեր ու նեղություններ, անդոր, պակաս, անորոշություններ, որ մեր մեջ հետ կա թողել։ Եվ բնականաբար ինչ արել, թողել է ու կառուցել է մեր ով լինել այսօր ինչ որ կանք։ Աստված ուզում է մեզ փոխել, բայց այդ փոխելը ընթացք ունի ապրելու։ We are different, մենք միանման չենք։ We are not, Աստված մեզի այդ cutting cookie, որ այդպես ֆորմա կա, երբ որ խմորը փռում են եւ այդպես միաչափ միանման ինչ են անում, թխվածներ են կառուցում։ Մենք այդպեսինը չենք։ Մեզանից ամեն մեկս յուրովի ենք։ Ու զարմանալի նա է, որ Աստված այդ հավիտենականության Աստվածը ամեն մեկիս մոտենում է, ինչպես որ մենք ենք։ Ես մոտենում եմ քեզ ինչպես որ ես եմ, որտեվ ես իմ պատկերացումը ունեմ։ Եվ բավականին դժվարանում եմ տարիների փորձառությունը, ընթերցանությունը, վերլուծությունները, մտածմունքները մի քիչ օգնում է, որ կարողանանք մի քիչ իրար հասկանանք, բայց միակը դա փառավորած Քրիստոսն է, որ ունի մի անմահության հոգի, որ գիտի, թե այսօր քեզ մեջ, քո մտքիդ մեջ, քո հոգուտ մեջ ինչ է կատարվում։ Ամեն մեկս յուրովի ենք, ամեն մեկս յուրովի ենք եւ ամեն մեկս հարցերին տարբեր ձևերով ենք նայում։ Իհարկե հույսով որ շատ մեծ տարբերությամբ, բայց երբեք մի ուզեցիր, ես երբեք սխալ կլինեմ, որ ուզենամ, որ Ալբրիգ եղբայրը ճիշտ իմ նման քայլի, իմ նման աղոթի, իմ նման գա, իմ նման նստի։ Որովհետև նա իր համար անհատ է, առանձնահատուկ է, ես ինձ համար անհատ եմ, դու մյուսս անհատ ենք։ Մեզ համար մեկն է, որ կապում է մեզ բոլոր տարբեր մեր ներաշխարի մեջ բերելիս, դա Հիսուս Քրիստոսի հոգու զորությունն է։ Այնպես որ թողնենք մեր անհատականությունը, թողնենք, որ Աստված մեզի մշակի սարքի։ Մի փորձիր դիմացինի, նույնիսկ քո հարազատ երեխուդ ինչ անես, դա քո ուզած ձևով տեստաս։ Այսօր մենք տեսել ենք ծնողներ, որովհետև մարզիկ են եղել, պահանջել են երեխուց, բայց այդ երեխան գիտական բան ունի, տաղանդ ունի, բայց չէ ստիպել են։ Այդ երեխան երաշտական ինչևից է տեսել եք, թե ինչպես ենք մենք բռնանում դիմացինի վրա։ Եկեղեցում հովիները, քույրի եղբայրները, ես տարիների փորձառությունն եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, եւ դու պիտի այսպես անես։ Եվ ինչ ենք անում, եւ սրտի ցավով մենք ժամանակից առաջ ենք անցնում ինչի, Սուրբ Հոգու ձեռքի գործը անելիք։ Եվ ինչ ես անում, եւ 99.9% հավանականությամբ դու եղածը կփչացնես եւ ոչ թե կսարքես։ Երբ որ Աստծո Սուրբ Հոգին, որ գիտի մեր ամբողջ ծնունդը, դեռ մեր ծնունդ չառած, մեր ամբողջ իրավիճակը, այն ինչ որ մանկությունում, պատանակ, այն ինչ որ մեր հետ կատարվել է, որ մենք մեր մեջ թաքցրել ենք, որտեղ դա մերն է, մեր լավն է թե վատն է, մեր վերքն է թե մեր օրհնությունն է, դրանք մերն է, որ մեզի կառուցում է տեսքա տալիս։ Այնպես որ մենք մի հատ այդպես մաքուր թերթիկ չենք, we are not such blank slates։ Մենք այդպեսին չենք, մեր կյանքի էջերի վրա լեցուն բաներ է գրված, որ միայն Աստված կարող է կարդալ, եւ Աստված կարող է բուժել, եւ Աստված կարող է խորհուրդ առնել եւ մեզի
խորհրդավորել, մեզի արժեք ու տեստ տալ, մեզի առաջնորդել։ We are shaped, influenced and sometimes limited. Մենք մեր մտածելակերպ ունենք, մենք մեր ապրելակերպ, մենք մեր աշխարհ հայացք ունենք, դա քաղաքական բնույթով լինի, թե հովիքովոր։ Ազատություն տանք Սուրբ Հոգուն։ Ես նույնիսկ հովիվ շատ հաճախ հանդիմանվել եմ Աստծոց եւ սովորել եմ եւ դաս եմ առել, որ այն ինչ որ Աստծո Հոգին կարող անի, երբեք ու երբեք ես չեմ կարող անել։ Այո, Աստված ինձ տվել է ծառայություններ, բայց մեծագույն ծառայությունը Աստծո Հոգու ծառայությունն է, որ սանից 2000 տարի առաջ Հիսուսը խոստում տվեց իր աշակերտներին, ես ձեզ մենակ չեմ թողնի, այլ ձեզ մեջ կբնակվի, ձեզ հետ կապրի, ձեզ հետ կշնչի, ձեզ հետ կքայլի, ով փառավորած Սուրբ Հոգինը։ Վստահենք այդ Սուրբ Հոգուն ու հավատանք նրա զորության ու կարողությանը։ Եվ վերջապես, freedom is real, but it is not simple. Ազատությունը իրական է, բայց այդպես հասարակ չի։ Չաղավաղես։ Եվ ամեն բան առանց տրտունջի և վիճաբանության արեք։ Սա 14-րդ համարն է։ Փիլիպպեցիս 2 գլխի 14-րդ համարը։ Do everything without the grumbling or arguing. Եվ սրա հետ կապված մի հատ օրինակով կգանք մեր այսօրվա մեր խոսքի ավարտին։ Ամուսիններով տանը նստած, սպարս հասարակ վիճաբանությունը արդեն վերածվեց ինչի, համարյա թե կռվի, բաժանումի։ It get more intense, ավելի էր խորանում իրանց վիճաբանությունը։ Վերջը մի պահ ստափեցին, ասին լավ ինչ անենք, ինչպես կարողանանք այս վիճաբանություններից ամուսիններով ձերբազատենք։ Ամուսինը այսպիսի մի բան հորինես մտածեց, ասես նայ, գիտես ինչ անենք, ես գնամ դուս մի 2 րոպե քայլեմ, մի քիչ մաքուր օդ չնչեմ, ներս գամ ու մեր խոսակցությունը սկսենք զերոյից, ամեն ինչ մոռանանք։ Ամուսինս դուրս գնաց, մի քիչ պտտեց շենքի շուրջը, մի քանի հատ խորը շնչեց, ներս մտավ այն հույսով, որ մի նոր զրույց, մի նոր ընթացք կլինի։ Ներս մտնելուց, step inside, open the door and step inside, կինը նայեց ժամացույցը, սև 8:30 է, այս ժամին են տուն գալիս։ Հասկանում եք, վիճաբանության համար պետք չունես առիթ ու մանկաս։ Միշտ առիթ կա։ Միշտ առիթը կա։ Հարցը նրանում է, որ կարողանանք compromise, կարողանանք մեկս մյուսին լսել, ներել։ Ծառայիր առանց բողոքի և տրտունջի, քեզ կբերեմ փառավորած Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ, ամեն։